Նորություններ եմ գտել։ Փորձելու ենք երկու տեսակի շոկոլադապատ freeze dried ելակներ։ Ասել է թե Sublimir-ի ելակ շոկոլադի մեջ սև շոկոլադով եւ կատնային շոկոլադով։ Որ ինձ հետևում է, արդեն հիշում է, որ ես իրան սպիտակ շոկոլադով փորձել եմ, նույնիսկ տանս էլի ունեմ, որովհետեւ վատը չէր հավանել էի։ Հիմա տեսնենք սևն ու կատնայինը ինչ են ասում։ Եկեք սկսենք կատնային շոկոլադից։ Վաու, մեկ։ Ինչ մեծ են։ Ինչպես սպիտակները, հիմա տեսնենք համը ինչպիսին է։ Մեկ։ Ելակը մեջը շատ լավն է, խրխրթա, շոկոլադն էլ բավականին հաստ չերտա, ուղղակի այդքան էլ որակյալ շոկոլադ չի, այդքան էլ չհավանեցի, երևի կգնահատեմ 10-ից 6, որովհետև ուղղակի շոկոլադը այդքան որակով չի։ Բայց եթե նային գնին, ինքը արժե ընդամենը 2.5 եվրո, ինձ թվում է վատը չի, կարելի է գնել 10-ից 6։ Անցնենք սև շոկոլադին, տեսնենք սև շոկոլադն ինչ ասում։ Այրանից 66 ավելի շատ են, դե գիտեք, ես սև շոկոլադի սիրահար եմ։ Հուսով եմ կարդարացնի իրան։ Այս ավելի մեծ է։ Նույնիսկ կարող եմ հաշվել մեջը քանի հատ է։ 8 հատ, հենց մեծությունները նայեք։ Այնպեսի տպավորություն է, որ շոկոլադը սև գույնն է, ժողովուրդ սև գույն է, բայց բոլորը գիտեք, թե սև շոկոլադը սև գույն չի, սա սև գույնն է։ Գնամ համիջա։ Վատը չի, ես երևի իրեն ավելի շատ հավանեցի, քան կատնային շոկոլադով, բայց էլի ունենք նույն խնդիրը, շոկոլադը առանձնապես որակյալ չի։ Գիտեք ոնց որ ինչ շոկոլադային համ լինի, որ երկու պեչենիներ են լինում, մեջը շոկոլադային կրեմա լինում։ Ինչ համ լինում, ինքը շոկոլադ չի, չէ՞, շոկոլադային կրեմա։ Այն նմանատիպ համն է, համով է։ Եթե նայեք այդ տեսակյունից, համերը կարելի է ուտել, բայց որպես շոկոլադ որակյալ չի։ Բայց նորից եմ ասում 2.5 եվրոյի համար հաստատ արժի վերցնել եւ փորձել ինձ սիրուն են բա։ Ճանապարհ գնալու համար շատ հարմար բան է գնեք։ Այս մեկը կգնահատեմ 10-ից 7։ Հա։ Իդեպ, իրենց գնել եմ նորմալ խանութների ցանցից, այնպես որ Փարիզում ամենտեղ կան, Ֆրանսիայի տարբեր տեղեր կան։ Եթե շատ ուզեք, հաստատ գտնելու եք։ Այնպես որ դուք էլ փորձեք, հետո ինձ կասեք։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել, բաց չթողնելու համար նոր համովություններ եւ նոր հասցեներ։ Բաճիկներ։